Սոխային թեման կարող ենք փակել, անցնենք մշակութային թեմաներին։ Անցնենք հաճելի թեմաներին։ Ավարտվում է դասական երաժշտության Կապան ֆեստ փառատոնը, որին մասնակցելու համար ամեն տարի Հայաստան են գալիս հայև օտարերկրացի աշխարհահռչակ երաժիշտներ։ Վերջին ակորդն այսօր է եւ այն կնշանավորվի վիեննական պարահանդեսով։ Դրան մասնակցելու համար պարտադիր է տոնական դրես կոդը եւ դիմակների առկայությունը։ Կապան ֆեստի արդիվ ամեն տարի Հայաստան է գալիս նաեւ հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը, ով այսօր նաև մեր տաղավարում է։ Մենք գրեթե ամեն տարի խոսում ենք Կապան ֆեստից, հյուրընկալում ենք հետաքրքիր հյուրեր։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ, շատ հաճելի է, բարի լույս։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է ձեր համար անձամբ նշանակում Կապան ֆեստը, չեմ հարցնում այդ հարցը չեմ այդպես ձևակերպում, որովհետև չէ որ դուք աշխարհահռչակ վայրերում նվագել եք, ելույթ եք ունեցել, մասնակցել եք բազմաթիվ միջազգային կոնկուրսների եւ Կապան ֆեստ։ Այո։ Դե գիտեք, նախ եւ առաջ սա իմ հայրենիքն է։ Ես Երևանում եմ ծնվել, մեծացել եւ երբ որ իմ շատ լավ ընկեր եւ գոլեգա Սևակ Ավանեսյանը, որը ֆեստիվալի ղեկավարն է, ասաց, որ այսպիսի իդեա կա, որ ուզում է Կապանում ֆեստիվալ անցկացնել։ Հարցեց ինչու Կապան, դե իհարկե Կապանը իր հայրենիքն է, իր ծննդավայրն է եւ շատ կարեւոր այսպես պահ կա, որ Կապանը մեր, այսպես կարելի ասել, հարավային Հայաստանի մայրաքաղաքն է, Սյունիքի մայրաքաղաքն է եւ իհարկե Սամանամերձ գոտի եւ այլն եւ սա շատ կարեւոր է, որպեսզի մենք այնտեղ անենք ֆեստիվալ եւ այսպես ասած ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրենք այդ ռեգիոնին։ Իսկապես շատ կարեւոր է եւ ես հասկացա, որ իհարկե հայրենիք եւ իմ գոլեգաների, որոնք գտնվում են Հայաստանում, այսինքն հայաստանցի երաժիշտների հետ շփումը, միասին բեմ դուրս գալը եւ շատ կարեւոր պահ, գիտեք, իհարկե համերգների հետ մեկտեղ տեղն ունեն մաստեր կլասներ, այսինքն վարպետության դասեր։ Եվ ես հասկացա, որ իսկապես եկել է ժամանակը, քանի որ ես մեղք ունեմ եւ մեր ազգային կոնսերվատորիայում դաս չեմ տալիս դեռ, կարող է դա մի օր պատահի, եւ ես հասկացա, որ ժամանակն է եկել, որպեսզի ես իմ գիտելիքները փոխանցեմ մեր երիտասարդ ուսանողներին, աշակերտներին, երիտասարդներին, այո, որոնք իսկապես շատ են ուզում այդ գիտելիքները ստանալ եւ իսկապես ամեն անգամ երբ որ գալիս են ֆեստիվալին, այսպես ոնց որ ասում են, բոլորը հավաքում են շուրջը եւ խնդրում են կարելի է եւս մեկ դաս առնել ձեզնից, դե ոչ միշտ է հաջողում իհարկե բոլորին գոնե երկրորդ դասը տալ, բայց աշխատում եմ այնպես անել, որ գոնե ամեն մեկը մի դաս ստանա եւ այս անգամ մոտավորապես, եթե չեմ սխալվում, 18 դաս տվեցի 3 օրվա ընթացքում երեխաներին, իհարկե ես ընդհանուր մեկ շաբաթ էի այնտեղ, ամսի 4-ից մինչև 11-ը եւ 4 անգամ բեմ դուրս եկա, իհարկե տարբեր ծրագրերով, բարձեմ եւ այդքան դասերը։ Պատասխանատվացին, այո, կարող եմ ասել, որ սա իմ համար երևի ինչ-որ միտեղ ավելի կարեւոր բան է, քան թե ասենք գնալ հերթական անգամ ինչ-որ օքեյ, Կարնեգի հոլը դե իհարկե շատ բարձր բան է, կամ ինչ-որ միտեղ այդպես հայտնի բեմում ելույթ ունենալ, որտեղ հայտնի բեմում դա արդեն ոնց որ հերթական բան է, բայց սա սովորական է, այսպես կարելի ասել, հա, սա այնպիսի բան է, որ երևի երեխաների ապագայի համար եւ այն, որ հայրենիքում է անցնում, շատ կարեւոր բան է։ Իսկ կա գոնե մի երեխա, որին հասկացաք, որ իսկապես շատ տաղանդավոր եւ արժի այդ երեխայի հետ շարունակել պարապել այդ դասերի ընթացքում ինչ-որ մեկին կարող եք գիտեք, sense մեկին չեմ առանձնացնի, ես կասեի, որ մեծամասնությունը երեխաների երևի այսպես ասենք 80%-ը, չեմ սխալվի, եթե ասեմ 80, նույնիսկ 90 շատ օժտված են, շատ տաղանդավոր են եւ իսկապես նա այսպես շատ լավ այն որ ասում են video selection են անում, երբ որ երեխաները իրենց ձայնագրությունը ուղարկում են, որպեսզի իրենց ընտրեն իհարկե, սա այնպես չի, որ ով ուզում է գալիս է ֆեստիվալի, սա շատ լուրջ ֆեստիվալ է եւ հենց առաջին ֆեստիվալից այսպես է ասեմանակ, որ ես 4 անգամն է եւ ամեն տարի եղել եմ հենց ամենասկզբից 4 անգամ եղել եմ ֆեստիվալին եւ իհարկե մակարդակը շատ բարձր է եղել միշտ նկատի ունեմ ուսանողների եւ ես չեմ ասում հրավիրված արտիստների, որոնք գալիս են մասնակցելու։ Եվ գիտեք, շատ կարևոր բան է Սևակի համար կասեմ, Սևակի պահով, որ ամեն անգամ Սևակն աշխատում է ինչ-որ մի sense սուպերստար բերել անպայման ֆեստիվալին, դե իհարկե դա կարևոր է։ Անցյալ տարի մենք ուզում էինք հրավիրենք եւ արդեն ամեն ինչ պատրաստ էր, այսպես 95% արված եւ արդեն տոմսերի գնված պետք է գար Մարտա Արգիրիխը, աշխարհահռչակ դաշնակարուհի
Բայց դե իհարկե տարիքը մեծ է եւ ցավոք սրտի այդ ժամանակ առողջական խնդիրների պատճառով չկարողացավ իմիջայլոց ասեմ, որ իր եվրոպական ելույթներն էլ ինքը հետաձգեց, չեղարկեց, այո, եւ ցավոք սրտի վերջի պահին դա չստացեց։ Մենք շատ հուսատված էինք, բայց ելքը գտանք եւ հրավիրեցինք մի ուրիշ այլ աստղի, Վադիմ Ռեպինին, էլ աշխարհաչափ ջութակահար, եւ ես, այսպես ասած, հաջողվեց ինձ Վադիմ Ռեպինին հետ նույնիսկ դուետով նվագեցինք։ Այն նշեցիք, որ 4 անգամ, այսինքն հենց սկզբից մասնակցել եք փառատոնին, այս 4 տարիների ընթացքում ինչ որ նկատառում կա, որ արել եք, օրինակ դրական տեղաշարժը, գուցե հիմա ավելի լեփլեցուն են դահլիճները, հետաքրքրությունն է մեծացել դասական երաժշտության հանդեպ, ժամանող երաժիշտների գուցե թիվն է ավելացել, ինչ է փոխվել այս 4 տարիների ընթացքում։ Դե գիտեք, ընդհանուր ֆեստիվալը զարգանում է։ Կազմակերպչական պահերով միշտ դահլիճներ լեփլեցուն ասեմ մանակ հենց առաջին ֆեստիվալից ինչպես հիշում եմ միշտ հետաքրքրվածությունը շատ մեծ է եղել եւ հաշվի առնելով որ այսպես ասենք 10 օր է գնում ֆեստիվալը համարյա ամեն օր համերգներ կան չհաշվելով որ երեկոյան համերգներն հիմնական եւ առավոտյան համերգները ժամը 12-ին երեխաներն են նվագում աշակերտները եւ պատկերացրեք փոքր կապանը այդ փոքր քաղաքը կարելի ասել 10 օրվա ընթացքում 15-20 համերգ եւ դե պարզ է որ ասենք 10 ժամը 12-ի համերգը երևի լեփլեցուն չի լինի երեխաներին, բայց էլի հետաքրքրվածություն կա, շատերը գալիս են, բայց դու պատկերացնում ես ինչքան պետք է լինի հետաքրքրվածությունը եւ սերը երաժշտության հանդեպ, որպեսզի դահլիճները լինեն իսկապես, եթե ոչ լրիվ լեփլեցուն 100%, բայց լցված 80%-ն դա համարվում է շատ լավ։ Այնպես որ միշտ լեփլեցուն է եղել, հետաքրքրվածություն է եղել, դա իհարկե, այսպես ասենք, երաժշտական աշխարհից հետաքրքրվածությունը մեծանում է։ Շատերին սկսում են հարցնել, իսկ պատմիր ինձ ասում են, դա ինչ ֆեստիվալ է Կապանը, որ դու կազմակերպում եք Հայաստանում, շուտով են հետաքրքրվել։ Իհարկե, առաջին անգամից դա չի լինում, դա ուղղակի օրենք է, այսպես, ինչ էլ ձեռնարկես, միշտ առաջի անգամը չի ստացվում, այսպես ասած, որ ամբողջ աշխարհը հետևի։ Բայց կամած ամեն տարի գնալով ես տեսնում եմ, որ ավելանում է հետաքրքրվածությունը երաժշտական, այսպես ասենք, համաշխարհային երաժշտական աշխարհից, այսպես կարելի ասել, որտեղ մեր երաժշտական աշխարհը բավական փոքր է, բավական փոքր, կոմպակտ եւ շատերը իրար գիտեն, եւ իհարկե ավելանում է արտասահմանյան հյուրերի քանակը, տարբեր երկրներից երաժիշտների դժվարանում եմ ասել տոկոսային պահով, բայց երևի 60%-ը արտասահմանցիներ էին, այսինքն հյուրեր, կատարողները, երաժիշտները եւ շատ հետաքրքիր է անցնում, որովհետեւ իհարկե հասկանում եք, եթե դու ինչ-որ միտեղ գնում ես որպես մենակատար, ասենք նվագախմբի հետ նվագել, օրինակ հիմա ես վաղը մեկնում եմ Մադեյրա նվագախմբի հետ Խաչատրյանի ջութակի կոնցերտը կատարելու եմ Իմիջայլոց, հայտնի Ջանլուկա Մարչանո դիրիժորի հետ, հուսով եմ բոլորը շատ լավ գիտեն իր մասին, որովհետև նա կարելի ասել համարյա Երևանում է բնակվում, Ջանլուկան եւ իմ շատ լավ ընկեր ու գոլեգան է, արդեն շատ անգամ հետ նվագել ենք, օրինակ 2 ամիս առաջ Խաչատրյանի համերգասրահում նվագեցինք իր ինքը ես եւ Նիկոլայ Մադոյանը, եւս հայտնի ջութակահար։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ այսպես գնում ես, ասենք դու գալիս ես միտեղ եւ դու մենակատար ես, կատարում ես օրկեստրի հետ, ասենք փորձից հետո դու, եթե ոչ մեկին չես ճանաչում նվագախմբում կամ դիրիժորը ծանոթ չես առաջի անգամն է, դու հետո մենակ ես մնում։ Հետո սպասում ես, երբ որ մյուս օրը քո համերգը լինի եւ գնում ես ելույթին։ Իսկ այստեղ այսպես գիտեք, այնքան ընկերական մթնոլորտ է, որտեղ անընդհատ այս ֆեստիվալում դուք գտնում եք բոլորդ մի տեղ, մի հյուրանոցում կամ օրինակ ասենք տարբեր հյուրանոցներում, բայց ամեն ինչը շատ մոտ է եւ ստացվում է, որ այս մեկ շաբաթվա ընթացքում, 10 օրվա ընթացքում ստեղծվում է մի sense հիանալի մթնոլորտ, մարդկային շփման եւ արվեստագետ եւ ամեն դա այդ ամեն իհարկե անգնահատելի է։ Դրա համար իհարկե բոլորը ձգտում են, ես ինչքան տեսել եմ երաժիշտներ, որոնք հրավիրված են եղել, նույնիսկ այն մեծ աստղներ, նույն Վադիմ Ռեպինը, այս անգամ Ժիլա Պապը, հայտնի այդ ֆոլք ստիլով նվագող ջութակահարը, այդպես ժողովրդական ստիլով։ Իմիջայլոց շատ լավ իր այդ զրույց ունեցանք, շփվեցինք, ահագին հետաքրքիր, դե ինքն էլ է ջութակահար, ես էլ ինքն էլ շատ հետաքրքրվեց իմ նվագով, ես իրեն նվագին բնութագիր ահագին բաներ ասեցի, եւ ինքն էլ ցանկություն հայտնեց, որ ասեց I want to come back, ես ուզում եմ վերադառնալ։ Եվ նույն բանը Ռեպին է, եւ որտեվ այստեղ ինչ տեսնում ինչ-որ շատ տենց սուպեր մթնոլորտ, որը նպաստում է նրան, որ բոլորն ուզում են վերադառնալ։
Եվ իհարկե շատ շնորհակալություն Սևակին, որ կարող է այսպես կրեատիվ լինել, չէ, որ օրինակ ասենք այս անգամ ի՞նչն էր առանձնահատկությունը այս տարվա ֆեստիվալի ես նկատեց, որ օրինակ անցյալ տարի կամ նախորդ տարիներին չկային։ Օրինակ ասենք Սևակը այնպես մի օր օրինակ ասեց, սա դանիական երաժշտության օրն է, որտեղ ունենք շատ դանիացի երաժիշտներ հրավիրված, օրինակ այս օրը ամսի 8-ը դանիական համերգ էր, դանիական երաժիշտներ, այսօր, այսինքն այսօր փակմանը վիենական օր է, իհարկե պարահանդեսը վիեննականը եւ ուրիշ էլ ինչ որ տես մի օրեր կային հատուկ տես առանձնացված եւ դա էլ է ինչ որ տես մի նորություն հետաքրքրվածություն եւ մարդիկ բացահայտում են իրենց համար այո երաժիշտներին եւ կոմպոզիտորներին ինչ-ինչ երկրներից այո եւ դա արդեն շատ հետաքրքիր է հա բայց հետաքրքիր է որ միայն երաժշտության մասին չէ այսինքն վիզուալ արվեստով է ուղղորդվում պոեզիայով է ուղղորդվում արձակ ընթերցանությամբ ուղղորդվում մշակութային իրադարձություն է դա իսկապես այո եւ արդյոք սա ինչ որ տարբերակ է, որ մարդկանց ովքեր իրենց կյանքում հետաքրքրվածություն չեն ունեցել դեպի դասական երաժշտությունը, սա հնարք է նրանց հետաքրքրությունը բերել եւ ասել լսիր այս անգամ գուցե դուր գա։ Միանշանակ, գիտեք, ես այսպես ասեմ ձեզ, երբ որ լինում է ինչ որ հերթական համերգ, ասենք տեսնում են աֆիշան կա, նկարները կան, ժողովուրդը գնում են կամ չեն գնում, բայց երբ որ լինում է ֆեստիվալ, այսպես հա, փառատոն այդ մի բառը արդեն մարդկանց տոն, փառատոն դա արդեն մարդկանց հրապուրում է եւ հետաքրքրվածությունը sense այն այդ ոնց որ ասում են այդ գրադուսը շատ անգամ մեծանում է եւ իհարկե սա նպաստում է նրան որպեսզի մարդիկ հետաքրքրվեն այլևս չվախենան դասական երաժշտությունից որ դա շատ ինչ որ sense սուպեր լուրջ բան չէ որ կարելի է իսկապես գալ եւ ստանալ շատ լավ էմոցիաներ Եվ իհարկե այն, որ ավելանում է պոեզիան, ինչ որ մի ուրիշ այդպեսի տեսակի արվեստներ, ոչ միայն այսպես բուն դասական երաժշտությունը, դա էլ է ոնց որ ընդլայնում այն հետաքրքրվածությունների այդ ցուցակը, որ կարող է ասենք թե օքեյ, կարող է մարդ լինի, որ չի սիրում միայն սիմֆոնիա լսել կամ ջութակի կոնցերտ լսել, նա կգա մյուս անգամ կլսի այն ստեղծագործությունը, որը այդպես ինչ որ մի հատ կրեատիվ բան է սարքված, ինչ որ պոեզիայով կամ վիդեո արտով կամ տարբեր այդ նույն տեսակի բաներով։ Տասնյակ տարիներ արդեն գործիքի հետ եք ապրում, ջութակահար եք, բավականին հայտնի, ճանաչված աշխարհում։ Այսօր օրը քանի ժամ եք տրամադրում պարապմունքների, մարզումների, չգիտեմ ինչպես եք դա անվանում դուք ինքներդ, փորձերի, ինքներդ ձեր հետ, ոչ թե սիմֆոնիկ նվագախմբի հետ կամ այլն։ Այո, դե գիտեք պետք է խոստովանեմ, որ ցավոք սրտի այսպես են սպորտսմենների ման հենց ամեն օր այսպես չի որ Չնայած ճիշտն ասեմ, որ եթե այդպես լիներ, լավ կլիներ, բայց դե մեկ-մեկ ինձ թույլ եմ տալիս, օրինակ հիմա ասենք կապանից եկա, երկրորդ դեռ այսպես չէի պարապել, մի քիչ վերջի օրն էլ հանգիստ էր կապանում, բայց այսօր անպայման պետք է այսօր պարապեմ, որտեվ վաղն է պետք է պարապեմ, որտեվ մեկնում եմ եւ մյուս օրը արդեն փորձում ենք Մադեյրայում, որպեսզի Խաչատրյանի ջութակի կոնցերտ նվագեմ, դե իհարկե Խաչատրյանի ջութակի կոնցերտը շատ ու շատ անգամ եմ նվագել, բայց դե ինչևէ պետք է պարապել այդ ստաբիլ պարապմունքները իհարկե պետք են բայց ես կարծում եմ որ ոչ միայն կարևորը քանակը ժամերը պարապելու այլ էֆեկտիվությունը այսինքն որակը դա իհարկե որպեսզի կարողանաս որակով էֆեկտիվ ավելի շուտ էֆեկտիվ պարապելը դա իհարկե փորձի ընթացքում է ձեռք բերվում որպեսզի կարողանաս կարճ ժամանակում հասնել արդյունքի Բայց դե իհարկե ջութակային դժվար գործիքն է, որ ինչևէ ժամերը հարկավոր են, ժամերի քանակությունը պարտադիր է։ Իսկ երիտասարդ երաժիշտներին ինչ խորհուրդ կտաք, ինչքան օրական պարապել կա այդ չգիտեմ, 3 ժամ մինիմում։ Դե ինձ թվում է 3 ժամը դա իսկապես մինիմում պետք է լինի։ Հատկապես երիտասարդների համար, որոնք դեռ չունեն այն տեխնիկական են հնարքները, հմտությունը, այդ ոնց որ ասում են բազան, որը որ այնքան է արդեն ամրագրված իրենց մեջ, որ կարող են մի շաբաթ էլ չպարապեն, հետո մի քանի ժամ պարապեն կամ մի օր երկու օր եւ դուրս գան բեմ։ Այդպիսի բան իրենց չի կարելի անել։ Դա շատ կարեւոր է, դրա համար իրենց պետք է ռեգուլյար պարապմունքներ ամեն օր եւ դե գիտեք տարբեր մարդկանց մոտ տարբեր, հիմա ես հանկարծ ասեմ 3 ժամ, այն մյուսը որին պետք է պարապել 6 ժամ մինիմում, որտեղ ինքը քիչ պարապի դեմ մոտ չի ստացվի, կասի տեսեք Հայկն ասեց 3 ժամ կարելի է, դե մամա, եկեք այսօր արի քիչ պարապեմ էլի, ասեց Հայկը կարելի է։ Հա, հասկանում եք, ամեն մի երեխայի մոտ իր քանակը կա։ Օրինակ ես գիտեմ երեխաներ կամ ընդհանրապես ջութականներ, որ մինիմում 8 ժամ են օրը պարապում, այդպիսիներն էլ կան, այսինքն իրանք քիչ չեն պարապում, այսպես շատ պարապում։ Ես երբեք այդքան շատ չեմ պարապել։ Ես մենակ մի անգամ եմ հիշում իմ կյանքում, որ
գնում էի միջազգային առաջին միջազգային մրցույթներից 14 թե 15 տարեկան Գերմանիայում էր։ Եւ այդ օրվա ընթացքում որոշեցի ամբողջ ծրագիրը ոնց որ ասում են առավոտվան ցերիկում դա չհաշվեցի, դե ինձ մոտ այդ միջումները բան եւ մոտավորապես տես մի 7-8 ժամ կլիներ երևի 6-ից 8 ժամ հաստատ կլիներ։ Գուցե եւ ավել։ Այդ մի անգամն է եղել իմ կյանքում, որ ես այդպես շատ պարապել եմ։ Դե իհարկե այդ բազմաժամ պարապմունքները իհարկե շատ հոգնեցնում են ֆիզիկապես ու ծանր բան է։ Իհարկե դա սպորտ չի, ոնց որ ֆուտբոլի ժամանակ դու վազում ես 1 ժամ եւ արդեն 2 ժամից հետո անհնար է, բայց ինչևէ իհարկե ֆիզիկական աշխատանք է, դա էլ է հոգնեցնում։ Դրա համար ամեն մարդ իր բալանսը ինդիվիդուալ է բավական, այո, բայց իհարկե այնպես չի որ կես ժամ, մի ժամ պարապելով կարելի է հասնել ինչ որ արդյունքի 2-3 ժամը դա մինիմումն է, 4 ժամ, երևի 5 ժամ օպտիմալ կլիներ, իհարկե։ Ինձ հետաքրքիր է առաջիկա ձեր պլաններից խոսենք այս տարվա համար եւ առհասարակ եթե խոսենք ինչ որ մի նպատակի, ինչ որ մի կատարման, ինչ որ մի ստեղծագործության, գուցե բեմի մասին, ինչ այդպիսի նպատակ կա, որ կուզեիք հենց դա անել, հենց հայտնվել այդտեղ ու նվագել հենց այդ գործը։ Շատ լավ, իհարկե շատ բաներ կան, որոշները չեմ ասի, թող գաղտնիք մնա, հետո որ սյուրպրիզ լինի, բայց որոշ բաներ կան, որ արդեն բավական ակնհայտ են եւ ես իհարկե իրենց մասին կասեմ։ Դե հիմա առաջիկան ես մեկնում եմ Մադերա եւ դա կլինի, ինչպես ասում են, այսպես սեզոնի փակումը եւ իրենց համար օրկեստրը եւ իմ համար, հետո մի քիչ հանգիստ կլինի, որ ընթացքում, ես ասում եմ, մի քիչ կհանգստանամ եւ նոր ռեպերտուար կսովորեմ, դա էլ է շատ կարեւոր։ Միշտ պետք է նոր բաներ սովորել։ Ռեպերտուարն այնքան մեծ է, որ երևի անհնար է ամբողջը կամ թեկուզ 80%-ը կատարել կյանքի ընթացքում։ Եվ մեծ պլաններից օրինակ ասեմ, որ այս տարի ես կատարում էի Պագանինի 6 կոնցերտներից 4-ը եւ ինձ թվում է որ մյուս տարի երևի ես արդեն այսպես 6 ամբողջությամբ կանեմ։ Դե իհարկե ինչ որ արտարոց բան չեմ ուզում ասեմ, որովհետեւ օրինակ մեր Նիկոլայ Մադոյանը, ինչպես գիտեք, 24 կապրիզները։ Չէ, 24 կապրիզները դա էլ իհարկե, բայց 6 կոնցերտներ մի երեկոյի ընթացքում նվագեց։ Դա իհարկե ուղղակի ապշելու բան է, որովհետև 3.5-4 ժամ է տևում։ Պագանինն էլ դա ամենաբարդ կոմպոզիտորներից մեկն է, իհարկե այտենց իրար հետևից նվագելը հեշտ բան չի։ Դες մե դա է իմ ծրագրերից մեկը, հետո շատ ուրիշ բաներ կան, եւ օրինակ բավական հայտնի բեմեր պետք է լինեն, օրինակ Զալցբուրգի Մոցարտը պետք է նվագեմ առաջի անգամ եւ էլի ահագին ուղղակի համերգներ քանակն է շատ համերգների։ Պատահում է որ օրինակ լինում են ամիսներ, լինում են 8-ից 10 համերգ 8-ից 10 համերգ, դա այդքան է շատ չի թվում, բայց եթե դա լինում է մեծամասնությունը տարբեր ծրագրերով եւ ճանապարհություններով, տարբեր վայրերում, դա իհարկե շատ բարդացնում է։ Եվ լինում է ահավոր ծանր ամիս, որ բացի, ոնց որ ասում են, ջութակից եւ երաժշտությունից ինչ որ ուրիշ բան չես տեսնում։ Բայց դե իհարկե միշտ այդպես չի, որտեղ ես գտնում եմ, որ պետք չի այդպես վազել այդ քանակության հետևից, պետք է մնալ մարդ, պետք է ապրել, պետք է ինչ-որ տենց տպավորություններ ձեռք բերել, որպեսզի դա հետ օգնի այդ էմոցիաները կատարման ժամանակ, թե եթե դու ամբողջ ժամանակ աշխատում ես, մի քիչ դառնում ես այսպես, գիտեք, ռոբոտի նման ինչ-որ տենց մի երևույթ, եւ դա շատ վատ է։ Ինչ հետաքրքրություն կան բացի դասական երաժշտություն, չէ՞ ջութակից, չգիտեմ, սպորտ, ֆուտբոլ, աշխարհի առաջնության։ Այո, դե սպորտ, ֆուտբոլ եւ այդքան չէ, չնայած սպորտով դե պրոֆեսիոնալ երբեք չեմ զբաղվել, բայց ինչ որ տենց դե ֆիթնես կլուբ գնալ, ֆիթնես գնալ դե չի համարվում, օքեյ, դա է եղել, բայց ֆուտբոլը օրինակ այս հիմա կապանում ենք, ֆուտբոլը տեղի ունենում եւ չնայած շատ ուշ ժամերին մենք իհարկե ընկերներով հավաքվում ենք եւ ֆուտբոլը դիտում ենք։ Եվ իհարկե շատ հետաքրքիր բաներ կան, ես շատ նոր բաներ եմ իմանում, ֆուտբոլի մեջ ընդհանուր շատ հետաքրքրում է եւ գուցե համոզված եմ, այսինքն ոչ թե գուցե, այլ համոզված եմ, որ ապագայում ավելի շատ կհետաքրեմ հենց նույն ֆուտբոլով, այդ ֆուտբոլի խաղի անհամբերք սպասում, թե եթե գալու մյուս խաղը, որպեսզի ես դիտեմ աշխարհաշրջությունը, որպեսզի դիտեմ։ Բացի դրանից ես շատ եմ սիրում բնության գրկում լինել, բնությունը, չգիտեմ, տիեզերքը, այս ամենը ինչ որ մեզ մեր կողքն է, այսպես ասենք, օրինակ ավելի երիտասարդ ժամանակ իսկապես հետաքրվում էի աստղաբանությամբ, իհարկե ոչ պրոֆեսիոնալ, բայց ուղղակի հետաքրվում է այդ բոլոր մոլորակները, բաները։ Ինձ շատ հետաքրքիր է այդ թեման, գիտության ինչ-որ տենց բնագավառներում, այսպես ինչ-որ բաներ։ Միգուցե դառնաք առաջին մարդը, որը տիեզերքում ջութակ է նվագել։ Շատ լավ միտք է միջակայքից։ Գիտեք, սա, բայց դե չգիտեմ իրականանա, դե գիտությունը մարդկությունը զարգանում է, գուցե մի օր իսկապես լուսին գնացել ենք արդեն Մարս գնանք, եւ գուցե ով գիտի։ Իլոն Մասկը պատրաստվում է, այո։ Եթե այդպիսի բաներ իհարկե ես շատ կողմ կնեի եւ շատ ուրախ կլինեի, եթե այդպիսի մի բան ստացվեր։
Ինչ գործիք է այսօր ձեր ձեռքում, ինչ գործիքով եք նվագում եւ որն է աշխարհի չէ, որն է ձեր պրակտիկայի մեջ լավագույն գործիքը, որ դուք ձեր ձեռքերում բռնել եք։ Այսօր այն գործիքը շատ լավ գործիք է, թեպետ Stradivari չէ։ Իտալական Ansaldo Poggi վարպետի անունն է, Բոլոնիայից եւ այս գործիքը սարքված է 1953 թվականին։ 73 տարեկան է։ Բավական կարելի ասել երիտասարդ, որովհետև եթե համատենք նույն Stradivari-ների բաները, դրանք 300 տարեկան են մոտավորապես եւ ես իհարկե շատ Stradivari-ներով եմ նվագել, ինչպես գիտեք Stradivari-ն արել է հիմա ճիշտ թիվը չեմ ասի, որովհետև տարբեր կարծիքներով 600-ից մինչև 1000 գործիք է սարքել, ոչ միայն ջութակ, բայց մեծամասնություն ջութակ է, բայց ինձ թվում է հիմա արդեն այսպես աշխարհում կա մոտավորապես 200-300 ջութակ։ Այդ դեպքում են լավագույնները երևի կարող է մի քանի տասնյակ լինեն լավագույնները։ Ես իհարկե մի քանի լավագույնների վրա եմ նվագել եւ շատ ու շատ տարբերությունը ակնհայտ է։ Ինձ համար այո։ Ինձ համար այո։ Նույնիսկ գիտեք, այսպես բան ասեմ, հիմական վարպետներ, որ շատ ու շատ լավ են սարքում եւ այսպես վիզուալ տեսքից իրենք անում են կոպիա, կրկնօրինակ, օրիգինալից եւ տեսքից ուղղակի անհնար է տարբերել։ Տեխնոլոգիաներ կան։ Փայտ եւ այլն։ Հետաքրքիր մոմենտ կա, որ հոտից, որտեվ հին փայտ ուրիշ հոտ ունի։ Հին փայտը եւ հին լակը ըստ։ Իհարկե, իհարկե, իսկ թարմ լակը թեկուզ մի քանի տարի անցել ինչեւ է ուրիշ ձևի հոտ։ Ուրիշ բույր ունի։ Հա, բայց դա կարևոր չէ։ Ձայնը իհարկե ձայնը զգացվում է։ Երբ որ փորձում ես, գումես որ սա շատ լավ գործիք է, գուցե եւ մի քիչ վատ անես, բայց նա ունի ինչ-որ sense հատուկ երանգ։ Դե երևի գուցե այդ երանգը գալիս է հարյուրավոր տարիների ընթացքում, որ իհարկե հնչեղության իհարկե լրիվ հնչեղության մասին ենք խոսում, իհարկե։ Իհարկե եւ դա իհարկե որ նվագում ես շատ երանգներ է տալիս եւ ունկնդրին ճիշտ նվագելու դեպքում դա էլ է շատ կարևոր, որովհետեւ եթե ոչ ճիշտ ձևով նվագես այդ գործիքի վրա, այն ձայնը իսկական այդ ձայնը դիրանգը այդ հնչեղությունը չի։ Դե իհարկե պետք է վարպետի գործիքը վարպետի ձեռքում լինի։ Այո, եւ ես ուրիշ բան ասեմ, որ ինչքան լավն է գործիքը, այնքան ավելի դժվար է այդ գործիքի վրա նվագել։ Ոչ միշտ, բայց մոտավորապես 80% դեպքերում։ Հետաքրքիր փաստեր։ Շատ շնորհակալություն, մաղթում ենք ձեզ հաջողություններ, թող բոլոր ձեր երաժշտական եւ ոչ միայն երաժշտական երազանքները կատարվեն, եզերքի հետ կապված, մեծ համերգների հետ, 6 կոնցերտի հետ եւ մնացած բոլոր երազանքները թող իրականանան։ Հայկ Ղազազյանն էր մեր եթերում, մարդ, որը որ արդեն 4-րդ տարի է գալիս է Կապան ֆեստ եւ համոզված եմ եւ որ կգա եւ 5-րդ, 6-րդ, 7-րդ, ինչքան որ ֆեստը լինի եւ ապրի, իսկ մենք Կապան ֆեստին մաղթում ենք երկար տարիների կյանք։ Այո, որովհետեւ դա իսկապես երաժշտական եւ ոչ միայն իսկական մշակութային տոն է եւ իրադարձություն է։ Եվ ասենք, որ այսօր արդեն ավարտվում է, այսօր փակումն է լինելու, շատ տոնական է, վիեննական պարահանդես է լինելու, եթե պլանավորում եք գնալ, անպայման ունեցեք դիմակներ եւ տոնական դրես կոդի մասին չմոռանաք։ Դիմակները այնտեղ տալու են, բայց դրես կոդը պետք է ձեր լինի։ Այո, դիմակները տալու են տեղում։ Ես գիտեմ, որտեղ հյուր ենք ունեցել այստեղ, ասել է որ դիմակները տեղում կտան բոլորին, բայց դրես կոդը ձեզանից։ Այո։ Դե, դա հրաշալի էր։ Դիմակի մասին չմտածեք, միայն դրես կոդի մասին, մեր հյուրին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք եւ շարժվենք։ Առաջ շուտ լսենք երաժշտություն։ Երաժշտություն Շանթի եթերում մնացեք մեզ հետ։